Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք փառք Աստծո, և ինչ ենք անում, միասին սուրճ ենք խմում և սկսում ենք մեր այսօրվա վլոգը, հաճան, օրը շաբաթ է, երեխաները տանն են, Պապանա։ Իսատ լղազից վերն այգին կոշորը։ Միակ ծուպը աղջիկ է ճան, այն խանուծա, ոնց որ մեր չմի երկու երեք հատ տեղնուզ լինի։ Այս է երկու չապն այս է։ Հազերը այս ամսվանից են, չէ, աղջիկներս թեքս նստումի, տեղյակից թեքս է։ Հա ճան։ Պապան գալիս է։ Ով ուրա? Սուսան տատիկը? Սուսան տատիկը սոր կամ վաղը տուն կգա։ Հա? Պապան եկա։ Խոսերին կերտվեց եկա պապա։ Էլինա։ Պապան եկավ։ Այո։ Խոսերին կերտվեց եկավ։ Դուք ինչ եք անում սիրուններս, ինչպես ա ձեր մոտ եղանակները, մեր մոտ փոթորիկա։ Ինչ? Ինչ ա եղե։ Մարդ չկան, դե պապան էսա գալիս ա տուն։ Ձեն չի հանում պապան։ Ինչ հանի, ձեն հանի։ Ասա տուն արի։ Գնասա պապա տուն արի, ասա կոֆեն է պեց։ Այս ես փոթորիկ աղջիկներս, երեկել էր ահա որ փոթորիկ էր։ Առավոտ երեխեքը մեքենայով գնացին, Արսելին դե Գյորգին մեքենայով ա հետ բերում, որովհետև մանկապարտեզը շատ հեռու ա, իսկ Երիկը ֆոտով էր եկել, ու այսպես լավ սառած, ահա որ էր երեք։ Այսօր այդքան տենց փոթորիկի եղանակ չի, բայց մռայլ ա, երևի թե ավելի շատ մառոզ ա։ Տեսնենք քանի աստիճան ա մինուս։ Իմ մոտ գիտեք, չէ, Երևանի աստիճանն ա բերում։ Երևանում հիմա սպասվում անձրև և ձյուն։ Ով եկավ։ Բայց ինչ ան։ Սենցերին է, լնալ էր սենցերա։ Ջա, մաման է տենց անի։ Ոնց է մաման է սենցենա։ Պապային տենում աշխարհն իրանը չի, ոնց որ տարին 10-ականից չի տեսել։ Հա, Էլինա։ Արկաչը։ Հա։ Արկաչը։ Արկաչը։ Ադաշ չէ, մտուշի գտեմ դուր։ Նույնիսկ տուշիկներ։ Ճագատիկը։ Քիթիկը։ Քիթիկը։ Պաչը։ Խվացի տասնում։ Լավա պապայի պաչի գերա։ Պապայի տուշիկը պաչի գերա։ Խաչ։ Սակեց։ Սագես թրաշը։ Սենակ սետանա։ Դաստիրաճական ժամեր այլինայի։ Էլինան ա տենց անում, թե Երիկը։ Էլինա, սենցերետ, եկավ։ Քեզի։ Քեզի։ Էլինի ներա։ Երիկի։ Այդ պայը մենակ նկարես, տեն ասում։
Ինչ կպատկերացնի։ Այդ պահին, հա, պետք է ոնց են իրար հետ եղել։ Հա։ Մեկը ջղայն, մեկը ուրախ։ Այլինա ես կողորը։ Հենա եկավ։ Ինչ ա եղել։ Ջղանացել ես։ Ում վրա։ Երիկի վրա ես ջղանացի։ Հլա մի հատ է գնա ջղանացի։ Հա, դու։ Ես ջղանանա։ Չէ, դու ջղանացի։ Что сделаешь, Асма? Ах, чи? Լանդենայ։ Խեխը պեցիր երիկի։ Ասացա։ No. Աղջիկները սերիկը որ տանն մնում, ամբողջ օրը այս տեսակ տեսալովակներ նայում, կենթանիների հետ կապված, մրջունների տեսնում եք։ Իրան ամեն ինչ հետաքրքրում, ամեն ինչ ուսումնասիրում, քանի սանտիմետր է, քանի տարեկան է եւ այլն։ Աճան, ասա։ Ինչ ես ուզում։ Ջուր ես ուզում։ Կակա, որ ես։ Ջուր ես տանում։ Պապան գծա։ Դրական գնացնես որ Դեռ մեկ դրեսնես։ Թեքիչ։ Սարչուրը։ Հալո։ Բայլուս ախտը։ Մավեն կամաս դուսա։ Ապեր ես որ ախտում չեմ մոդս չի էլի, քաղաք են տարել, կայնացրել են։ Ոնց են վերցնելու։ Եկուս քիչ լուտ բերեմ կդամ։ Հա։ Ավելի դավ։ Ահա, Էսի թազակերա։ հա, երեք անաժան։ Հա, դե եթե չկա։ Շեդել երկու անասուն հաշվով պարսա։ Դե հա, էսի տապանա, էսի 3-4 տարին էի կարծեն, 5-6 տարին էին եւ ախտալու մեր չեն ուտում կա։ Դերս չի, չէ շատ կուտեր։ Այնան պակսեն են, բայց սրանք մեծանում են։ Դες ոնց են շատ տալապաջանով։ Հենց են ուտում։ Երեք ես մտա, երեք առաջ օրը։ Լավ փոխվել են համեմատած։ Իրան կբետ դիտասո, իրան կուզեն ամաններ, իրեն ամաններ պանչիներ։ Չի մնա։ Աջան, Դա։ առավոտը մեր տան, ինչպես են տան երեխեքի ցանկություններն են կատարվում, ջուր, ձու, Հանքատարյոր է, սաղում է հանքատար չեն, հանքատար։ մաման ներքում է։ 500 ծմանետր է ամենը։ Հայաստան, Երկան 3500 դրամի առավ էի, տաշկոտ։ Հասնի։ Երով չեկել է, դա։ Երով կենտը 16 կեզա։ Հանգրցին, հա, 12։ 12 են ժամանակ։ 13 էր անում։ Երավ 13 է։ Դե մեկ ոսկից ոսկի 10 էր։ 11, 12 էր։ Պապայ չայնա։ Վազի, գնաս երեխեք հաց ուտելու։ Էսում։ Էլինայն։
Աղջիկներս երեխեքը հաց կերան վերջացրեցին, փորձում եմ առավոտյան մենակ չայ եւ ձու ուտեն եւ նրբերճիկը հանել եմ իրենց ճաշացանկից, նախաճաշից եւ այլն, որովհետեւ ահավոր վտանգավոր է եւ վախենում եմ, եթե նրբերճիկներ տալիս եմ միայն բարձր որակի, բայց հիմա այս ընթացքում ընդհանրապես չեմ տալիս, որպեսզի իրանք սովորեն առողջ սնվեն, ամենակարևորը առավոտ շուտ սնվեն եւ հետո նոր արդեն ուտեն ճաշեր եւ ժարիտներ, ինչը որ իրանք են սիրում։ Արսենը 2-3 օր էլ մակարոն չի ուտում, միանգամից անցում է կատարե կարտոֆիլի ժարիտին, կարտոֆիլը պետքա պարտադիր կեղևով եփեմ, կեղևազրկեմ, հետո կտրեմ մեջտեղից ժարիտ անեմ, որ նոր ուտի։ Այդ ժամանակ արդեն մի լավ աման այսպես ժարիտ է ուտում։ Բայց ասել եմ առավոտ շուտ պետքա ձու ուտեք, կարակ, չայ, հաց, ջեմ։ Սովորեք, հետո նոր արդեն ընթացքում ճաշ, ժարիտ եւ այլն։ Նրբերճիկը փորձում եմ էլ ընդհանրապես չտամ չուտեն, եթե ուտել են, կրկնում եմ միայն բարձր որակի։ Խոհանոցը մաքրեցի, վերջացրեցի եւ Աննան եկան, ինչ ենք անում, մի հատ սուրճ ենք խմում, այստեղ Սոֆիային ու Մարիանեն, տեսեք, շատ է գրում Աննա ջան, գնում եք, չեք գնում, տեսնում եք իրար, այո աղջիկներ ջան, տեսնում ենք իրար, մենք ամբողջ օրը կարելի ասել իրար հետ ենք, կամ մենք ենք գնում, կամ իրանք են գալիս, ընդամենը ճանապարհը մեզ բաժանում է 10 րոպե։ 10 րոպեում մենք տեղ ենք հասնում, նույնիսկ 7-8 րոպե, այսպես ասեմ, մենք շատ մոտիկ ենք, նույն գյուղում ենք ապրում, նույն թաղամասում ենք ապրում, իրանց տունը 140-ն է, մերը 210-ն է, այնպես որ մենք ամբողջ օրը իրար հետ ենք, հանգիստ եղեք եւ այդպես եկեք միասին սրճենք սիրուններս, ընտանյոք հանդերձ Ոսկե ցելիկն է։ Բա ոնց Ոսկե ցելիկն է։ մեր միլիոնը տարակ։ Ըստե կապեմ։ Հա։ Տարան, մեր Պետրային տարան։ Ուրախությունով այլեն։ Այս այս խոզեր։ Կարելի է պայել։ Այս այս խոզեր ենք աճացնում։ Տեղը դատարկվավ։ Պետրա ջան, դու էլ գնացիր։ Ջուրը թափենք կենեն բան։ Եմ ցուլիկին բերեկտե իրա տեղը։ Հա, այն փոքրի։ Ոչ որ ցուլիկին։ Հա։ Որեն փոքրի բերեկը դե։ Հա, բերեկտե։ Հենա մի երկրորդ Պետրան ամեծանը։ Ստե, որ ազատ մտնենք դուրս գանք։ Հա, այստե։ Հա, մերը մտնիստը։ Մերը չէ։ Ձերնոջը ստարա բարայնի։ Թու։ Կանաս ձերնոսն է խազակ։ Հաճի տավի։ Ուզեց ես բռնեմ հանը։ Ինգամանը բերենք մյուսի ոցի։ Այլա, մի ոին կոյեկու տիրմետերանի տակ է ալիք, Օլգի ջան։ Դե թոման արաստա դի բան են էսի փորա։ Ստյան գուզում բան են։ Տարա, Պետրային էլ տարան գնացինք։ Գնանք տուն, մերոնք մեզ են սպասում։ Վայ թացեղա։ Հողավոր ցեղա։
Աննան լացում է։ Ասում է։ Միլիոնը տարան, ասմա Քիրա ջան տարանք ձեր ոսկե ցուլիկին։ Տեսար չէ, չէր կարեմ շարժվի։ Կերեն նստես։ Աննա, հլը չլացես։ Ես երեք լացել Աղջիկներս հատուկ եկել եմ լոգասենյակ, որպեսզի ձեզ ցույց տամ այն շամպունները, որ մենք ենք օգտագործում, եւ ասեմ մեկ գաղտնիք, ինչպես ստանալ այս տեսակ գեղեցիկ փայլ։ Նու գաղտնիք չի։ Այսինքն գաղտնիքը այն մարդկանց համար, ովքեր մինչև այսօր չգիտեն։ Հիմա եթե մինչև այսօր չգիտեք, այսօր այդ գաղտնիքը ձեր համար կբացեմ։ Ովքեր ինձ հետևում են շատ շուտ բանից, իրանք արդեն գիտեն, օգտագործել են եւ շատ գոհ են։ Իրենց մեկնաբանությունը ես հասկացել եմ, որ գոհ եւ շնորհակալ են։ Այնպես որ շամպուների տեսականիները հիմա ձեզ ցույց եմ տալիս։ Ինչ շամպուններով եմ լվանում եւ ասում եմ ինչ եմ անում։ Որ միշտ փայլում է, որ միշտ պստպղում է, ճիշտ է նաեւ մի փոքր կախված է մազերի որակից։ Եմ որ ինչքան ուզում եմ ներկեմ, վառվի, չգիտեմ, տարբեր գույների ներկեմ, իմ մազերի փայլը չի կոտրում։ Ինչի հետ է դա պայմանավորված։ Так, շամպուներ օգտագործում եմ Շաումա, բոլոր ընտանիքի համար են նախատեսված։ Տնեմ տեղ, դրեցին ստեղ։ Միքսիտն արդեն 4-5 ամիս է իրանել եմ օգտագործում, վերջացել է, դեռ զակասս չի հասնում, դեռ պետք է ադմենալ անեմ, նորից զակաս անեմ, որ գա, իր բալզամի հետ, կոնդիցիոների։ Այս տեսակ բալզամ եմ վերցրել պոչտայից, որը էլի շատ լավն է, ռեպինի բալզամն է, իդեպ ռեպինի մասլան է, յուրահատուկ է, այս փայլը երեք եմ լվացել, ես վերջում բալզամ եմ, գիտեք, բալզամ ես շատ չեմ օգտագործում, եղելա տայլով ընդհանրապես չեմ օգտագործել, բայց հիմա մենակ այս ծայրերին եմ քսում ու ոնց որ կերատին արած լինի, տեսնում եք։ Եվ այս շամպունը, խնդրեմ, ամեն ինչ կամ բուսական է, կամ զեյթունի յուղից է պատրաստված, և տեսնում եք արդեն ինչ է։ Հիմա ասեմ ինչ եք անում, լվանալու ժամանակ, երբ որ առաջին անգամ լվանում եք շամպունով, դեռ ծայրերը մեկ լվանա, համար մեկ գաղտնիքը, մենակ լվացեք մազարմատները, այսպես ձեռքով, ափի մեջ եք քսում ու այսպես ձեռքով լվանում եք
Լավ մասաժ անելով։ Այդ առաջի ջուրը լվանում եք գնում է։ Երկրորդ անգամ որ շամպուն եք լցնում, մի հատիկ կամ երկու հատիկ ասպիրին եք լցում ափի մեջ, շամպունի մեջ, ինքը արդեն լուծվում է, սենց բացում եք ու նորից սենց սիրուն մասաժ եք անում, մազար մատներին։ Ինքը ավտոմատ ծայրերը լվացվում է, ծայրերին մենակ կսում եք բալզամ։ Սիրուն սենց լվանում եք, ծևնել եմ էլի ցույց տալի, էլ ինչ եք ուզում ու պարզաջուրում եք, վերջում կսում եք բալզամը, հետո չորացնում եք, տեսնում եք արդյունքը, փարթամությունը, փայլը, իսկ եթե էդեք ձեզ չօգնի, գոնե շաբաթվա մեջ երկու անգամ ծվով դիմակ դրեք, համ մազաթափությունը կկանխի, համ էլի ձեր մազերի որակը կլավանա։ Եվ վերջապես վիտամին A, E գնում եք, խառնում եք շամպունին եւ էլի նորից լվանում եք։ Ուղղակի սոխի հոտը շատ տհաճա, թե չէ ես կասեի սոխը, կարմիր սոխը, քերիչով անց եք կացնում, լավ քամում եք, հյութը լցնում եք շամպունի մեջ եւ այդ շամպունով լվանում եք։ Մազաթափություն, փայլ, որակ, ամեն ինչ վերականգնվում է։ Ուղղակի ես շատ եմ արել հղիության ընթացքում, երբ որ սպասում էի Էրիկիս, այդ ժամանակ ես վլոգեր չեմ եղել, ոչինչ չեմ նկարահանել, այն ժամանակ ասում եմ, ես այնքան ժամանակ եմ ունեցել ինձ դրա մադրելու։ Միգուցե եւ հենց դրանց արդյունքն է, որ մաշկը սենց ծիք է, մազերը սենց որակով են, ամեն օր կարելի ասել ես դիմակներ էի դնում։ Հետո սկսեցի արդեն որ հեղին էին հետևել, մայրիկ ալիքը բացեց, խորհուրդ տվեց, եթե օգտվում եք նման դիմակներ ստեղծում եք, կարող եք ալիք բացեք։ Այդ ժամանակ բացել եմ ու լիքը ընտիր դիմակներ եմ տեղադրել։ Հետո որ արդեն դարձավ խոհարարական դիմակները հեռացրել եմ, բայց կոմպում ունեմ դիմակներ, թե դեմքի, բանանով, կաթով, օսլայով, ամեն տեսակ։ Ընտրեմ լավագույնները, խոսք չեմ տալիս, որպեսզի սուտ դուրս չգամ, տեսնենք ինչպես եմ, հա, կոմպից քաշում եւ կտեղադրեմ ալիքում։ Շամպուն ասպիրինով լսել եմ բժշկից, ես ինքս փորձել եմ, մինչև այսօր փորձում եմ։ Այդ չես ուզում։ Հա։ Բանանով մասկեր դրեք մազերին, բրնձով, կտավատով, կանենք, մենք բոլոր մասկաները միասին նորից կվերհիշենք, ինչը որ ես միշտ արել եմ, միասին կանենք և կտեսնեք, որ վերականգնվում է համ ձեր մազերի որակը, համ աչն է, թափելն է կանխում և այլն։ Դե ինձ սիրուններս, ջան, իսկ եթե ձեր մաշկը յուղոտ է, շամպունի մեջ մի փոքր աղ եք լցնում և էլի մասաժ եք անում ու լվանում եք ու տեսնում եք, թե ոնց է յուղայնությունը քայքայում աղը։ Հետ էլ այդպես։ Տեսեք 6 րոպեմ ինչքան ձեզ օգտակար խորհուրդներ տվեցի։ Դուք էլ եթե ունեք օգտակար խորհուրդներ, գրեք ինձ, մենք սիրով կընթերցեմ, կընդունեմ և կներկայացնեմ ձեզ։ Եթե ունեք ընտիր դիմակներ, որ դուք փորձել եք, փորձում եք, ես խանութի դիմակներ չեմ ուզում, այլ ձեռքի տնական օգտակար խորհուրդներ, դիմակներ։ Դեմքի էլ չեմ ուզում, իմ դեմքը զզգայուն է, ես ինքս եմ ընտրում իմ դեմքին ինչ դիմակներ դնեմ, այնպես որ մազերի հետ կապված։ Կընտրեմ լավագույնները և կներկայացնեմ ձեզ։ Դե ինչ, գնացի սիրուններս, բարի գիշեր ձեզ, ձեզ լիքը պատչիկներ, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում, հաջորդ ալիքում։ Եթե մինչև այսօր չեք միացել մյուս ալիքիս, ապա միացեք, որովհետև մի օր այստեղ է տեսահոլված, մի օր այնտեղ է, որպեսզի ինչ չկորցնեք, ես երկու տեղներ կամ, այնպես որ համ այստեղ հետևեք, համ այնտեղ, որպեսզի մենք իրարից տեղեկացված լինենք։ Այնտեղ էլ եմ շատ խորհուրդներ տալիս, այստեղ էլ չեմ կարել, նույն բանը համ ուտեղ խոսամ, համ ուստեղ խոսամ, պետքա տարբեր լինեն թեմաները։ Դրա համար եթե ուզում եք բոլոր թեմաներից տեղեկացված լինեք, բաժանորդագրվեք երկու ալիքին էլ, լայքեք, մեկաման չի, գումարով չի, ուղղակի լայքը օգնում է, որպեսզի ձեր ալիքը տարածում ստանա։ Եվ մեկնաբանություն գրեք, ես մեծ սիրով ընթերցում եմ և գիշերվա ժամը 4-ին էլ, 5-ին էլ, 6-ին էլ պատասխանում եմ։ Պատճիկներ, բարի գիշեր ձեզ։